Մեդվեդևը ձեզ եւ Զելենսկուն ըստ երևույթին, ձեզ եւ Զելենսկուն անվանել էր երկու անուղեղ ռուսաֆոբներ։ Եթե դա ձեր մասին ապա ինչպես կարծեգանք եք ու չեք կարծում, որ Մակրոնի այցը իր բոլոր դրական նշանակությունները, որ նման մեծ մասշտաբի մարդիկ են եկել Հայաստան, ավելի շատ հանուն նախընտրական շրջանում ձեր ռեյտինգը բարձրացնելու էր եւ ընդդեմ Ռուսաստանի եւ կարող է դա քաղաքական առումով հետևանքներ թողնել։ Ռուսաստանի մասով մի քանի օր առաջ Տագաբերդում ձեր Սասունը Միքայելյան այսպեսի հայտարարություն արեց, որ Հայաստանը 30 տարի եղել է Ռուսաստանի կազմում եւ հիմա այս ընտրություններով մենք պետք է վերջնականապես դուրս գանք Ռուսաստանի կազմից։ Հետաքրքիր է դուք եք իրեն հուշել, թե ինքը սեփական ուժերով գլխի է ընկել, որ մենք անկախ պետություն լինելով Ռուսաստանի կազմում ենք եղել։ Եթե այդպես է, ինչի է մեր վալյուտան դրամը, ինչի մեր անձնագիրը կապույտ, այլ ոչ թե դեռևս կարմիր, ինչի մեր հիմնը մատուշկա զիմլինչի օրինակ եւ դուք ոնց եք վերաբերվում, որ Պուտինը տեղեկ է, որ մենք իրանց կազմում ենք եղել այսքան տարի։ Մի կարճ հարցել, դուք անընդհատ էլ ռուսաֆոբության հետ մասով, անընդհատ Սամվել Կարապետյանին անվանում եք կալուգացի օլիգարխ։ Այդ մարդը միշտ Հայաստանում հայտնի եղել որպես Տաշիրի Սամվել ու գնացել թեկուզ այնտեղ հարստացել եկել այստեղ ներդրում արել իր համայնքը ինքը վերջերս իդեպ այդ մասին խոսում էր, որ իր տարածաշրջանը հայտնի է դարձել, դուք հատուկ այդտեղ շեշտում եք կալուգացի։ Դա հատուկ է կանոն, որ այդպես ռուսականություն հաղորդեք, թե Ռուսաստանի հանդեպ սեր կա հատուկ կալուգայի հանդեպ։ Եվ վերջին հարցը էլի fake news-ին է վերաբերում։ Մի քանի օր առաջ էլի հենց թիմից Նարեկ Կարապետյանը ցույց էր տալիս, թե ինչպես է հանրային հեռուստաընկերությունը, որը իդեպ պետք է ծառայի հանրությանը, բայց շատերի կարծիքով նաև ձեր կնոջ ընկերուհու ենթադրաբար թեթև ձեռքով Լուսինե Բարսեղյանի ծառայում է ԿՊ-ին, fake news է տարածել, որ ընդդիմադիրների վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Էլի ուզում եմ հասկանալ, դուք եք իրենց հուշում, որտեղ ձերոնք էլ են ձեր թիմակիցները այդպիսի հայտարարություններ անում, թե իրենք ինքնուրույն գլխի են ընկել, որ Քոչարյանն է։ Այդ մարդիկ մեռան ասելով, որ մենք մեր ձայները չենք տալու Քոչարյանին։ Էլ չեմ ասում, դուք էլ անընդհատ հայտարարում եք, որ Քոչարյանը անգամ շանս չունի խորհրդարան անցնելու, եթե շանս չունի խորհրդարան անցնելու, ո՞նց է իրենց վարչապետի թեկնածուն։ Մարդիկ ասում են չենք տալու, ախպեր ջան, չէ, էլի, նիետ, ավարտում եմ ելույթս։ Նիետ, ասում եմ, չենք տալու այդ մարդուն։ Հիմա դուք հատուկ ասում եք, որ Քոչարյանն է։ Հիմա հետաքրքիր է կներեք անկեղծությանից համար Քոչարյանն է ձեզ փող տվել, որ դուք իրեն անընդհատ այնպես ռասկրուտ կանեք, իրենց պահեք քաղաքականության մեջ, թե դուք եք իրեն փող տվել, որ շարունակի այդ տարիքում մի անգամ պարտվելուց հետո էլի մնալ քաղաքականության մեջ եւ ինչպես ասում են, ձեր համար դառնա բոքսի տանձիկ, դուք էլ տենց անընդհատ հարվածեք, իրեն թիրախավորեք, իր միջոցով մեզ վախեցնեք, ու էլի սարքեք տենց թիրախ, որ ընդդիմության ձայները փոշիացնեք։